Նիկոլ Փաշինյանը ձեր ընտրությունը ժողովրդավարության մեծագույն հաղթանակ էր դիտարկում։ Մենք փաստորեն այն համայնքի ղեկավարներն ենք, որ առաջինը պահանջեցինք հրաժարականը։ Խաղաղությունը անհրաժեշտ է։ Ամեն գնով։ Իհարկե ոչ։ Շատերը չեն պատկերացնում, որ Երևանից 300 կիլոմետր հեռավորության վրա այսպիսի զարգացած բնակավայր, քաղաք, իշխանությունը նաև նրա համար է, որ նաև անհրաժեշտության դեպքում կայացնի իր համար ոչ պոպուլյար որոշումներ։ Ընդդիմության ներկայացուցիչների հետ հիմա շփվում եք։ Այո, իհարկե։ Սյունեցիները հիշում են Խաչատուրովին։ Կապանցիներ շատերին են հիշում։ Խաչատուրովն է, Միշա Գրիգորյաններ, Սարգսյաններ, Մուրազ, ինչու՞ չէ նաև Գրիգորյան Մանվելին։ Ոնց է կյանքը դասավորվում հակառակորդի կամ թշնամու դիտարկման տակ։ Հիմա ասենք իրանք մեզ կարող են տեսնել։ Ոչ թե կարող է, իրանք հստակ մեզ տեսնում են։ Ես գիտեմ դաժե իրենց որտեղ են տեղադրված իրենց տեսախցիկները եւ որտեղից է մեզ հիմա կոնկրետ այնտեղ որտեղ մենք կանգնած ենք, իրենք դիտարկում են այս հատվածը։ Ինչի դուք Նիկոլ Փաշինյանի կողքին չէիք քայլում։ Պարոն քաղաքապետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար Կապանում, հիմա գտնվում ենք Կապանում։ Ուզում եմ մեր զրույցը սկսենք ձեր քաղաքական գործունեությունից։ Ուզում եմ հիշեցնել, որ դուք 2018 թվականի հոկտեմբերին ընտրվեցիք քաղաքապետ, լինելով անկուսակցական, ու ինչն է հետաքրքիր այստեղ Հայաստանում ամեն տարի կարող են տարբեր համայնքներում քաղաքապետեր ընտրվել, բայց դուք քաղաքապետ ընտրվեցիք առանձնահատուկ պայմաններում, հեղափոխությունից մի քանի ամիս անց, երբ որ այդ հեղափոխական տրամադրությունները, ողջավորությունը գագաթնակետի շրջափոլում եք եւ Գևորգ Փարշյանը եկավ ու հաղթեց ԿՊ-ին այն պայմաններում, երբ որ sense հայտնի հումոր կար, չէ, ասում են նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լինի, ամենտեղ կանցնի, բայց դուք հաղթեցիք ԿՊ-ին։ Այս ֆենոմենի գաղտնիքը ո՞րն է։ 2018 թվականին, այո, հոկտեմբերին ընտրվեցի որպես համայնքի ղեկավար։ Իմ մոտ երբևիցե պլաներում չէր եղել քաղաքականությամբ զբաղվել եւ առաջադրվել երբևիցե որպես համայնքի ղեկավար ընտրություններին, բայց 2018 թվականի հայտնի այդ իրադարձություններից հետո, երբ մեր մոտ հրաժարական տվեց այն ժամանակվա քաղաքապետը եւ նշանակված ժամանակավոր պաշտոնակատար եւ արդեն պարզ էր, որ պետք է լինեին նոր արտահերթ ընտրություններ, օրերից մի օր հավաքվում են իմ ընկերները, բարեկամները, հարազատները եւ ինձ հրավիրում են զրույցի եւ այնտեղ այդ զրույցի ընթացքում ինձ առաջարկում են, որ նաեւ փորձում են համոզել, որ ես առաջադրվում եմ որպես համայնքի ղեկավար եւ այդպես մենք որոշում ենք, որ մասնակցում ենք արտահերթ ընտրություններին եւ այդ որոշումը իրականացնում ենք։ Իհարկե շատ բարդ ընտրություններ էին 2018 թվականի ընտրությունները, որ 10000 ձայն տարակ, չէ։ Այո, մոտ 10000 ձայն քվե եղավ օպոնենտից ԿՊ-ի տեխնացուից, ինչքան հիշում եմ, 2000 ձայնի տարբերություն էր։ Իրականում բարդ ընտրություն էին, բարդ ժամանակահատված էր, որովհետև այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը ամենաբարձր։ Կիսա Աստված էր, էլի։ Ամենաբարձր, այո, ասենց աստիճանում էր գտնում եւ բնականաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից առաջադրված տեխնացուն արդեն իսկ ինքն իրենով հենց այդ Նիկոլ Փաշինյանի հեղինակության պայմանավորված արդեն կարելի ասել մեծ վարկանիշ ուներ։ Դուք ինչ հակադրեցիք այդ հեղինակությանը։ Հակադրեցինք, գիտեք ինչ, ավելի շատ խոսեց մեր ընտանիքի պատմությունը, կատարած աշխատանքները, հեղինակությունը, համբավը, որ այս տարիների ընթացքում ձեռք էր բերվել Կապանում եւ ավելի շատ ասեցինք, որ մեր խոսքերը բոլորը իրականանալու են եւ գործ են դառնալու արդյունքում։ Մեր քաղաքացիները հավատացին եւ համապատասխան վստահության քվեն տվեցին։ Պարոն Փարսյան, ամեն դեպքում այստեղ ինչը դեր խաղաց։ Ընտրությունները ապա քաղաքական էին եւ
կապանցիները ուղղակի իրանց քաղաքի տղային ձայն տվեցին, զեմլյակին, այսպես ասած, թե ի սկզբանե կապանցիները կասկածանքով էին վերաբերվում հեղափոխությանը, այդ Երևանյան այդ միտինգներին։ Չէ, չէի ասի, որ կասկածանքով են վերաբերվում։ Պարզապես կապանցիները նույնպես հավատալով արդարությանը եւ ազնիվ ազատ ընտրությունների հնարավորությանը, կապանցիները կարծում եմ իրենց քվեն տվեցին իրենց կողմից վստահելի այն մարդուն, ով կարող է իրենց խնդիրները, հանրային նշանակության խնդիրները լուծել անձնական պատասխանատվությամբ։ Որ ասեմ, ինչ որ թերահավատություն կար այդ իրադարձություններին, չէ, դրանով չէր պայմանավորված, այլ ավելի շատ այդ նախընտրական process-ը եւ նախընտրական process-ում մենք կարողացինք մեր ծրագրերը ներկայացնել, պատկերացումները ուրեմն ներկայացնել եւ կապանցին պարզապես հավատաց, ասում եմ նաեւ իհարկե մեծ նշանակություն ուներ նաեւ այն, որ մարդիկ կապանցիները ճանաչում էին մեզ, իմ ընտանիքին, ճանաչում են եւ հավատացին այդ ամենին։ Եվ կարծում եմ, որ Ձեր ընտանիքը Կապանում հայտնի է։ Կարելի ասել այո։ Ինչով։ Գործնեությամբ, աշխատանքով, ազնիվ արդար աշխատանքով։ Օրինակներ։ Մինչև այդ դուք պաշտոններ չեք զբաղվել։ Չէ, ես զբաղվել եմ ձեռնարկատիրական գործնեությամբ, իմ ընտանիքն էլ եմ զբաղվել։ Կրթությամբ իրավաբան, հետո տնտեսագետ։ Այո։ Ինչ հետաքրքիր ձեր ընտանիքը ինչով է հայտնի, ինչ է կարևոր։ Ձեռնարկատիրական գործնեությունը հիմնականում մենք զբաղվել ենք, մեր ընտանիքը զբաղվել է շինարարությամբ, իմ հայրս հայտնի շինարար է, նաև հայտնի է որպես պարկեշտ անձնավորություն, որպես բարի մարդ եւ բնականաբար դա իր դերը խաղաց 2018 թվականին։ Պարոն Փարսյան, դուք ինչպես եք վերաբերվում 18 թվականի իրադարձություններին եւ միգուցե եթե այդ իրադարձությունները չլինեին 2018 թվականի հեղափոխությունը չլիներ, դուք էլ չկարողանայիք քաղաքապետ ընտրվել։ Ձեր խոսքում 2018 թվականի հարցազրույցներից մեկում դրա մասին ակնարկում եք, որ ինչ որ առումով ընտրության հնարավորությունը պայմանավորված էր նաև 2018 թվականի հեղափոխությամբ, որովհետև միգուցե այլ պայմաններում ձերի ձևակերպմամբ կապանցին չկարողանար իր քայլը ազատ անել, իր որոշումը կայացնել։ Ձեր ասածում ճշմարտություն կա, իրականում 2018 թվականը տվեց այդ հնարավորությունը, այդ հնարավորության վերաբերյալ կարծիքը, որ կարելի է հնարավոր է այդ հարցում նաև իրացվել, քանի որ 2018 թվականին շատերը հավատում էին ամբողջական կարդինալ փոփոխությունների, այն ազնիվ արդար Հայաստանին իր ամբողջ բովանդակության մեջ կար նման պատկերացում, որ սա նաև հնարավորություն է ազատ ընտրություններով իրականացնել տեղական ինքնակառավարում։ Այո, միգուցե 2018 թվականից եթե առաջ լիներ, ես նույնիսկ նման հնարավորության պարագայում էլ չէի համաձայնվի լինել համայնքի ղեկավար։ Ինչի՞։ Առաջին չէր, այդքան տենց արատավոր միջավայր էր հանրապետականների ժամանակ։ Չէ, խնդիրը այդքան արատավոր միջավայրի մասին չի, խնդիրը ավելի շատ նրա մասին է, որ ես ինքս շատ հարգում ու կարևորում եմ այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարը գործի անկախ եւ ինքնուրույն։ Ինքը տեղական ինքնակառավարումը անկախ եւ ինքնուրույն գործող մարմին է, հա։ Եվ անունն է դրա մասին հենց։ Ինչ։ Անունն է հենց դա է ենթադրում։ Այո, բնականաբար դա իր բովանդակության մեջ հենց դա է ենթադրում, նաեւ սահմանված է նաեւ համապատասխան նաեւ օրենքներով։
Առաջ չի կարող անկախ լինել։ Գիտեք ոնց, այո, դա մի քիչ դժվար էր իրականացնել, դժվար է իրականացնել անկախ գործելու հնարավորությունը, որովհետև իմ կարծիքով կար այդ ազդեցությունը, այդ ազդեցությունը, որ անկախ գործելու հնարավորությունը կուսակցական բյուրոկրատիան խեղդում էր, այո, sense այդ խնդիրը արկա էր։ 2018 թվականին այդ պատկերացումները չկային, բայց թեկուզ ժամանակի ընթացքում մենք արդեն տեսնում ենք, որ այն պատկերացումները, որ կար 2018-ին, այդքան էլ այդպես չեն, որովհետև հիմա էլ ենք մենք նկատում, որ Նիկոլ Փաշինյանը, հա, ձեր ընտրությունը ժողովրդավարության մեծագույն հաղթանակ էր դիտարկում։ Ժողովրդավարության մեծագույն հաղթանակ, այո, իշխանությունները միշտ երբ ընդդիմության ներկայացուցիչ է ընդհանրենք հաղթում տեղական ինքնակառավարման ընտրություններին, ներկայացնում են որպես ժողովրդավարության։ Բայց հիմա ԿՊՆ-ը փոխվել եւ ՀԿ-ի պես չի ուզում, որ թիմերը լինեն անկախ։ Կա այդպիսի խնդիր, մենք նկատում ենք նման հարց, որ այո, տեղական ինքնակառավարման մարմիններին անկախությունից եւ ինքնուրույնությունից քայլ առ քայլ փորձում են զրկել։ Դա ո՞նց է դրսևորվում, ինչ են անում օրինակ։ Դե ես ձեզ վառ օրինակ բերեմ, որը հենց հիմա այդ գործընթացի ընթացքի մեջ է։ Հիմա ներկայացության ազգային ժողովում քննարկվում է պետական վերահսկողության ծառայության մասին օրենքի փոփոխություն, որտեղ որ պետական վերահսկողության ծառայությունը ամբողջովին տոտալ վերահսկողության է ենթարկելու այդ փոփոխություններով համայնքի ամբողջ ֆինանսական շարժը։ Մի դրույթ կա այնտեղ, որտեղ որ ասում է, որ ուրեմն պետական վերահսկողության ծառայությունը վերահսկողություն է իրականացնելու դոտացիաների կառավարման օրինականության նկատմամբ։ Ինքնին արդեն դա ենթադրում է, որ դա վերահսկողություն է ամբողջ ֆինանսական շարժի նկատմամբ, որովհետև նայեք, համայնքի բյուջեն եկամտային մասը կազմված է սեփական եկամուտներից եւ դոտացիաներից։ Համայնքի բյուջեի ծախսային մասում դու չես կարող տարբերակել համայնքի սեփական եկամուտները եւ դոտացիաները, որովհետեւ ծախսային մասը ընդհանուր է, այսինքն ծախսը դու անում ես թե դոտացիան, թե սեփական կոռուպցիոն ռիսկերը դա այլ հարց է։ Այսինքն սա ինչ եմ ուզում ասել, որ եթե փորձում են ներկայացնել այնպես, որ այս սեփական եկամուտների նկատմամբ մենք որևիցե վերահսկողություն չենք իրականացնելու, միայն դոտացիաների նկատմամբ, որ դոտացիաները դա պետ բյուջեից տրվող միջոցներ են, սա իրականում բովանդակային առումով այդքան էլ այդպես չի, որովհետև ոնց ասեցի, ծախսային մասում դա չի տարբերակվում, այսինքն նշանակում է վերահսկողություն ամբողջ ֆինանսական շարժի նկատմամբ։ Եվ ստե արդեն հարց է առաջանում համայնքների ֆինանսական անկախության հետ կապված։ Խնդիր է, ուղիղ խնդիր է։ Այն պարագայում, երբ ոնց ասեցի, համայնքները պետք է գործեն ինքնուրույն եւ անկախ, ազատ, որովհետեւ փորձում են ներկայացնել այնպես, որ դոտացիաները դա պետբյուջեից տրվող գումարներ են եւ պետբյուջեից տրվող գումարները պետք է հսկվեն, վերահսկվեն եւ այլն, այնինչ ուրեմն նույն համահարթեցման մասին օրենքով դոտացիաները տրվում են ոչ նպատակային, անհատուց եւ ինքնուրույն ազատ օգտագործելու հնարավորությամբ, բայց այդ ազատն ու ինքնուրույնը արդեն հարցի տակ է դրվում։ Ձեր վերած օրինակը օրենսդրական ճանապարհ էր անկախությունից զրկելու։ Այո։ Իսկ ավելի վուլգար տարբերակներ կան, օրինակ զանգեն, ասեն, պարոն Փարսյան ջան, սա այսպես, նա այնպես։ Ես մի բանը խնդրում եմ արեք։ Դե խնդրանքով դիմելը դա կամ այս բանը մի արեք։ Գիտեք, այսինքն փորձեն գիտեք ոնց կասեմ, որ նման փորձեր եղել են ժամանակին, բայց քանի որ կարծում եմ նաև պատկերացել են, որ
նաև ես այդպես հեշտ համաձայնվող չեմ կամ անողել չեմ, տենց ոնց որ տևական ժամանակա ես նման բան չեմ նկատում։ Օրինակ չեք կարծում, որ դուք ավելի արդյունավետ քաղաքապետ կլինեիք, եթե 2018 թվականին ԿՊ-ից քաղաքապետի տեխնացու լինեիք։ Մեկը նոր քաղաքական համակարգի ներկայացուցիչներից եք։ Դե նաև պետք է ասեմ, որ 2018 թվականին ինձ առաջարկել են։ Այո, առաջարկել են լինել ԿՊ-ի տեխնացու, ես մերժեցի այդ առաջարկությունը։ Բայց ինչի հենց անկուսակցական։ Այն նույն անկախության եւ ինքնուրույն գործելու խնդիրն է, չէ, ոչ միայն թիմ չեմ, չէ, նման իհարկե բան ասելը սխալ կլինի, չէ, ես հարգում եմ թիմային գործունեությունը, նաեւ ես ինքս թիմ ունեմ դա։ Բայց ուզում եք թիմում լիդերը դուք լինեք։ Կուսակցական առաջնորդներին չեք սիրում։ Չէ։ Չէ, սխալ հասկացա։ Նայեք, միշտ պետք են առաջնորդներ, միշտ պետք են լիդերներ, բայց ես կախվածության մեջ լինելը չեմ սիրում, հա, սա իմ մոտեցումն է եւ դրա համար ձգտում եմ լինել անկուսակցական, դրա համար մինչեւ առ այսօր էլ անկուսակցական եմ, բայց նույնպես ունեմ իմ թիմը, հա, նույնպես նաեւ ունեմ իմ առանձնահատուկ հարգանքը թիմերի նկատմամբ, քաղաքական ուժերի նկատմամբ ունեմ փոխադարձ, ուրեմն այդ բարի դրացիական հարաբերությունները փոխադարձ հարգալից, ուրեմն վերաբերմունքը շատերի եւ շատ թիմերի նկատմամբ։ Մենք հիմա գտնվում ենք Կապանի շենքերից մեկի տանիքի վրա ու վերևից նայում ենք քաղաքին։ Անկեղծ ասած տպավորությունը փառահեղ է, ոնց որ եվրոպական քաղաք լինի, ոճով, հատակագծով, շենքերով, երկու գետեր։ Ինչն է խանգարում, որ քաղաքը չի դառնում տարածաշրջանային խոշոր տուրիստական, նույնիսկ տնտեսական կենտրոն։ Նայում ես, այդ ամբողջ պոտենցիալը կա։ Այո, դուք իրավացի եք, քաղաքը առանձնահատուկ տեսք ունի, յուրահատուկ ճարտարապետություն ունի եւ նաեւ մեր տարածաշրջանը շատ հարուստ է բնությամբ ու բնականաբար կարող է նաեւ շատ գայթակղիչ լինել, նաեւ գրավիչ լինել туриզմի համար։ Նախ Կապանը ճանաչելի դարձնելու հարց ունենք, որի ուղղությամբ աշխատում ենք եւ երկրորդն էլ որ անկեղծ ասեմ, վերջին տարիներին այդքան մեծ ուշադրություն չենք դարձրել հաշվի առնելով պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, բայց այս տարի մենք արդեն այդ ուղղության վրա ուշադրություն դարձնում ենք եւ դարձնելու ենք եւ պետք է ասեմ, որ նաեւ զբոսաշրջությունը հանդիսանում է նաեւ մեր տնտեսության զարգացման ուղղություններից մեկը եւ մեր ռազմավարությունն է եւ այդ առումով մենք արդեն գործընթացներ սկսել ենք։ Այո, դուք իրավացի եք, Կապանը շատ գեղեցիկ համայնք է, շատ գեղեցիկ քաղաք է եւ բավականին մեծ պոտենցիալ ունի։ Պարոն Փարսյան, երկու օր քաղաքում շրջելով ես հասկացա, որ քաղաքի թերևս ամենամեծ խնդիրը կոմունիկացիաներն են։ Այսինքն ոնց որ թե մի թեթև դժվար է արտաքին աշխարհի հետ կապը դարձել պատերազմից հետո։ Կոմունիկացիաները այդքան էլ արդյունավետ չեն, ճանապարհները դժվարացելի են, այսինքն Կապան հասնելը դժվար է դարձել։ Պատերազմից հետո մենք նման խնդիր ունեցել ենք, որովհետև փակվեց Կապան-Գորիս հիմնական ճանապարհը Մայրուղին, բայց բարեբախտաբար կառուցվեց այլընտրանքային ճանապարհ Տաթևով, ճիշտ է բավականին դժվարանցանելի ճանապարհ էր ոլորանները հատկապես բեռնատարների համար, բայց նաև դրա այլընտրանքն էլ կառուցվեց ժամանակի ընթացքում Տաթև-Լծեն ճանապարհահատվածը։ Թվում է, թե դրանով իսկ արդեն ճանապարհային ուղղությունը կազմակերպված է։ Պետք է ասեմ, որ արդեն իսկ անցյալ 2023 թվականից արդեն գործում է օդանավակայանը, նաև թռիչքներ են իրականացվում եւ վերջերս էլ թռիչքները արդեն դարձել են գրեթե ամենօրյա,
շաբաթական 5 օր երկուշաբթից ուրբաթ օրը թռիչքներ լինելու են, այսինքն ամբողջովին արդեն գործում է օդանավակայանը եւ այս առումով էլ համապատասխան այդ կոմունիկացիան եւ Գնանել ոնց որ մաչելի են։ գներն էլ Մի այո հոգին 20,000, այնքան ինչքան որ մեքենայով կծախսես այստեղ հասնելու համար Երևանից, հա։ կարելի ասել նույնիսկ ավելի մատչելի, որովհետեւ եթե մեքենայով ուզես հասնել շատ ավելին է, քան մեկ թռիչքի տոմսի արժեքը։ Այո, ամբողջովին կարող են Իսկ օգտվողներ կան։ Ես նույնիսկ ասեմ ավիատոմս չի լինում։ Հա։ Այո։ Իսկ կապանցիներն են օգտվում թե տուրիստները։ Ոչ միայն, եւ կապանցիները եւ նաեւ տարբեր, նաեւ ոչ կապանցիներ, նաեւ այն մարդիկ, ովքեր որ աշխատանքով կամ չգիտեմ, նաեւ տարբեր ուրեմն առիթներով գալիս են Կապահով, այդ ուղղության վտանգ չկա, օդանավակայանը հակառակորդի ուղիղ դիտարկման տակ է։ Ուրեմն ասեմ, որ մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը կրակոցներ եղել են այդ ուղղությամբ, բայց 2023 թվականի սեպտեմբերից հետո գետ մեկ կրակոց չեղավ։ Հիշում եք, որ մեր ուղղաթիռը Արցախում խոցեցին։ Օրինակ այդ դեպքից հետո ես վախեցա ինքնաթիռով կամ կապան։ Դե ինքտեսականորեն տեսական կարող է վտանգավոր լինել, բայց ոնց արդեն ասեցի, հիմա ներկայությամբ լրիվ անվտանգ է։ Պարոն Փարսյան, գնանք վերադառնանք 2018 թվական, հիշենք ձեր նախընտրական կամպանիան, երբ որ ձեզ լրագրողները հարցնում էին ինչ խոստումներ ունեք, ինչ ծրագրեր ունեք եւ որպես այդպեսին առաջին տեղում առանձնացնում եք շինարարական աշխատանքները, քաղաքաշինությունը եւ այլն։ Առաջարկում հասկանանք այս ուղղությամբ համարյա 7 տարի անցել է, չէ՞, 7 տարի անց ինչ ունենք։ Իմ կողմից ասեմ, որ նկատեցի, որ գետն եք մաքրել, առաջ գետը աղբի մեջ ամբողջությամբ աղբի մեջ էր։ Հիմա այդ աղբը ոնց որ չկա, ողջի գետի մասին է խոսքը, ուրիշ ոնց որ նոր շենքեր տեսանք։ Ասեմ, որ 2018 թվականը իհարկե մեր նախընտրական ծրագրերի եւ պլանների մեջ բավականին զգալի տեղ ուներ քաղաքաշինության ոլորտը։ Քաղաքաշինության ոլորտը գաղտնիք չէ, որ ինձ հոգեհարազատ ոլորտ է եւ ես ինքս հենց սիրում եմ նաեւ զբաղվել շինարարությամբ։ Եվ նաեւ ընտանիքից է գալիս, հա։ Այո, իրականում այդպես է, ճիշտ է, ես մասնագիտությամբ իրավաբան եւ տնտեսագետ եմ, բայց քանի որ իմ ընտանիքը ավանդապես զբաղվում է շինարարությամբ, իմ համար շատ sense մոտ եւ հոգեհարազատ ոլորտ է եւ այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ իրականացրել ենք քաղաքաշինության ոլորտում, թվարկել է իհարկե շատ երկար կտևի, բայց դուք եթե նշեցիք գետերի հետ կապված աշխատանքները, ողջի գետի հունը ամբողջովին այս ընթացքում մաքրել ենք, մաքրել ենք բերուկներից, այնց տասնամյակներով կուտակված աղբից, իսկ Վաչագան գետի հունի վրա հիմա լայնածավալ, մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, ոչ միայն մաքրել ենք գետը, այլ նաև ստեղծում ենք նաև բետոնային հարթակներ, կասկադներ են կառուցում, հայելային պատկերներ ստեղծելու համար, հենապատեր ողջի գետի։ Ասում քաղաքը ընդհանրապես առուչ ունի, դուք երկու հատ մեծ գետ ունեք։ Այո, այդ առումով կարելի ասել մենք բախտավոր ենք։ Իսկ այլ շինարարական աշխատանքներ։ Ոնց ասեցի, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Ես Թումո տեսա։ Թումոն, այո, դա նույնպես մեր նախաձեռնությամբ իրականացվող եւ իրականացված ծրագիր է։ Իրականացրել ենք մեր հիմնական գործընկեր Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ միասին Եվրամիության, ուրեմն ֆինանսավորմամբ դիմել էինք Եվրամիության ֆինանսավորման այդ ուրեմն դրամաշնորհին նման կրթական համալիր ստեղծելու համար եւ այո, մեր նախկին կայարանի շենքը վերափոխվեց արդեն կրթական օջախի Թումո կենտրոնում։ Պարոն Փարսյան, 21-րդ դարի
քաղաքաշինության ամենամեծ հիմնախնդիրներից մեկը այնա թե ինչպես պահել ավանդույթները եւ կարողանալ դրա կողքին սարքել նորը ու դրանք ներդաշնակեցնել։ Հիմա որքանով է սա կապանում ստացվում, այսինքն պահել քաղաքի հին տեսքը, իր ավանդույթը, դա ինքը սովետական շրջանում է հիմնականում այս տեսքը ստացել, դա պահպանել եւ նորը սարքել։ Ստացվում է, որտեղ օրինակ ունենք Երևան, որտեղ այս ամեն ինչը շատ վայրենի ձևով է կազմակերպվել, գույնս գույն, տգեղ երբեմն, արհեստական, կապանում ոնց է այս ուղղությամբ։ Ասեմ, որ կապանում ստացվում է եւ մեծ հաշվով հենց մեր քաղաքականությունն էլ է այդպես եղել ի սկզբանե, պահպանելով հինը, վերականգնելով հինը, ստեղծել նորը, հա։ Առաջինը ուշադրություն ենք դարձել այն ինչ ունեցել ենք դրա պահպանման վրա, վերականգնման պահպանման վրա, հետո ըստ դրա արդեն նորերի կառուցմանը։ Հենց մեր առաջի կարգախոսն էլ եղել է նորոգել, կառուցել, շենացնել, հետո նոր արդեն կառուցել, շենացնել եւ հզորացնել։ Սկզբից նորոգել ենք, հետո նոր կառուցել ենք։ Ես պետք է ասեմ, որ եթե քաղաքաշինության ծրագրերից խոսամ, հենց 2019 թվականից մենք առաջին ծրագրերը հենց սկսել ենք բազմաբնակարան տանիքների վերանորոգման ծրագրից եւ մեր առաջնահերթ խնդիրը եղել է մեր եղած բնակարանային ֆոնդի պահպանման խնդիրն ենք լուծել։ Իսկ նորմ սահմանվել է, որ տանիքները միգույն ունենան։ Գորիսի պես։ Մեր ուրեմն կապանում մենք ունենք 253 թվով 253 բազմաբնակարան շենք եւ այդ բազմաբնակարան շենքերից գրեթե բոլորն էլ ունեցել են տանիքների խնդիր։ Մենք նախատեսում ենք, որ արդեն երևի թե այս տարվա վերջ, մյուս տարվա սկիզբ տանիքների հետ կապված ամբողջովին արդեն խնդիրները լուծենք։ Դուք պատկերացնում եք ինչ մեծ ծավալի մասին եմ ես ասում, բայց այդ ամբողջ ծավալում այս տարիների ընթացքում այն քանակն ենք արել, որ մեր արդեն հաշվարկներում մնացել է մոտ 20 տանիք, հա, 7 տարվա ընթացքում վերանորոգելու։ Ունենք նաև նորակառույց շենքեր։ Այո, Կապանում այսօրվա դրությամբ 3 նորակառույց շենք է կառուցվում, այդ ուղղությամբ բնակիչները հիմնականում կապանցիներ են։ Եվ կապանցիներ եւ քաջարանցիներ։ Բնակիչները կապանցիներ եւ քաջարանցիներ են։ Ինչ հետաքրքիր է ձեր քաղաքականությանը արդյոք ըմբռնումով են մոտենում քաղաքացիները։ Որտեղ ապամոնտաժումներ եք անում։ Ես ուրեմն ասեմ, որ բողոքներ չկա։ Եթե խոսանք ապամոնտաժման աշխատանքներին, ասենք տաղավարների, մետաղական ավտոտնակների, փայտանոցների ապամոնտաժման աշխատանքներից, դա մենք այդ աշխատանքները մեկնարկել ենք 2019 թվականից դեռ, եւ ես կարող եմ ասել, որ լիարժեք ըմբռնումով են մոտենում մեր քաղաքացիները։ Կարող են լինել մարդիկ, ովքեր որ դիմադրեն, բայց ընդհանուր առմամբ ըմբռնումը կա, որ դա անհրաժեշտություն է եւ ժամանակի անհրաժեշտություն է։ Մենք հիշում ենք, որ ինչ վիճակում է 2018 թվականին Կապանում, այո, տարբեր բակերում այդ փայտանոցներ, մետաղական տաղավարներ, մետաղական ավտոտնակներ, կանաչապատ գոտիները վերածված էին այգիների, օգտագործում էին տարբեր անձանց կողմից։ Մենք այսօրվա դրությամբ գրեթե ամբողջովին քաղաքը, իհարկե ոչ բոլոր տեղերը, բայց մեծ մասամբ արդեն մաքրել ենք նման երևույթներից եւ այդ հատվածներում մենք կառուցում ենք խաղահրապարակներ, կանաչ գոտիներ ենք ստեղծում, այգիներ ենք կազմակերպում, որը բնականաբար ողջունվում է մեր բնակիչների կողմից եւ ասեմ, որ ըմբռնման երևի ասել կարևոր ցուցանիշը հենց այն է, որ մենք դա ասում եմ մեկնարկել ենք 2019 թվականին, բայց նաեւ մենք ունեցել ենք 2021 թվականին ընտրություններ, որտեղ որ բավականին լուրջ
վստահության քվե են տվել, եթե ըմբռնում չլներ, եթե վստահություն չլներ, այդ վստահության քվեն կարծում եմ չէր լինի։ Պարոն Փարսյան, դուք քաղաքապետ դարձաք մի քաղաքում 2018 թվականին, որը խորը թիկունք էր։ Սահմանը 100 կիլոմետր հեռու։ Բայց պաշտոնավարման ընթացքում հանկարծ ձեր քաղաքը մի քանի կողմերից հակառակորդով կամ թշնամիով շրջափակվեց։ Այս փոփոխությունը ինչ ազդեցություն ունեցավ։ Սա իսկապես ինչ-որ լուրջ փոփոխություն է, չէ՞։ Չէր կարող քաղաքի կյանքի վրա ճանադառնալ, ձեր վրա ճանադառնալ։ Դե իհարկե, պատերազմը եւ պատերազմի հետևանքները մեծ իրենց բացասական ազդեցությունը թողեցին, որովհետեւ այս վիճակը ստեղծվեց 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ այսպես ասած սահմանները մոտեցան կապանին։ Ավելի ճգնաժամը ավելի խորացավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ արդեն կապանի վարչական տարածքներից 2700 հեկտար հողատարածք օկուպացվեց ադրբեջանական զորքերի կողմից։ Մեծ բացասական ազդեցություն թողեց այդ ամենը սահմանամերձ գյուղերի վրա, գյուղատնտեսության վրա, բազմաթիվ հողեր սկսեցին չմշակվել, կարելի է կրկնակի անգամ կրճատվեց անասնագլխա քանակը, շատ արոտավայրեր, շատ վարելահողեր, շատ խոթարքներ արդեն դարձան խիստ սահմանամերձ եւ բնականաբար գյուղացիների կողմից արդեն օգտագործելու հնարավորությունը պակասեց։ Մեծ բացասական ազդեցություն թողեց գյուղատնտեսության վրա առաջնահերթ։ Երկրորդը, որը եւս խիստ կարևոր հանգամանք է այսօրվա դրությամբ մեր համար ամենակարևոր հարցը եւ խնդիրը շարունակում է մնալ անվտանգության հարցը եւ այս տոտալ այս անորոշության մթնոլորտը, որ հիմա անվտանգ չի։ Դե ոնց կարելի է ասել անվտանգ, եթե հենց Սյունիքի մարզում, հենց տեղ համայնքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ասենք կրակոցներ։ Այս կողմերը զգացվում են այդ կրակոցները։ Չէ, մենք ուրեմն կրակոցներ չենք լսում, կրակոցներ չկան մեր վարչական ուրեմն սահմաններին, բայց քանի դեռ չկա խաղաղություն, գոյություն ունի ընդհանուր անորոշություն եւ այս անորոշությունը նաեւ իր բացասական հետևանքները թողում գոնե, ասենք, ներդրումներ իրականացնելու, ասենք, ցանկությունների կամ միտումների վրա։ Այսինքն տնտեսական ներդրումների վրա ազդում է այս միջավայրը։ Բնականաբար դա իր բացասական ազդեցություն թողում է։ Պարոն Փարսյան, ես ազգային ժողովում դուք 2021 թվականին հանձնաժողովի նիստին եք մասնակցում, որտեղ իրավիճակն եք նկարագրում, պատմելով, որ հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում եք ունենում Գորիսում, որտեղ ինքը ձեզ առաջարկում է անցնել ինքնապաշտպանության, դուք գնում եք բնագծերն եք զբաղեցնում, բայց հանկարծ նոյեմբերի 9-ից հետո արդեն դեկտեմբերի 17-ին թե 18-ին, չեմ հիշում, Պաշտպանության նախարարությունը ձեզ կարգադրում է թողնել բնագծերը, չէ՞։ Դեկտեմբերին, ահա։ Եվ դրանից հետո դուք դառնում եք ընդդիմադիր։ Ես սկսում եք պայքարել իշխանության դեմ։ Ուրեմն այո, հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեմ հանդիպում համայնքի ղեկավարների եւ վարչապետի միջև, այնտեղ այո համակարգողը գեներալ Արտակ Դավթյանը, այսինքն այդ նահանջն է պայմանավորված եղել, որ դուք պայքարեք Նիկոլ Փաշինյանի հեռացման դեմ։ Նախ ասենց ասեմ, պատերազմի լինելը, հա, որովհետև ես ինչ էի ասում էի, որ պետք էր ամեն կերպ խուսափել պատերազմից, որպեսզի պատերազմ Երբ եք ասել։ Չէ, ես դրանից հետո էի ասում, բայց մինչև այդ էլ
հա, այդ կարծիքին էի, որովհետև ես ինքս քանի որ շփվում էի հրամանատարների հետ, հա, տարբեր գնդի հրամանատարների հետ, եւ այդ շփումների արդյունքում իմ մոտ կար այդ պատկերացումը, որ եթե լինի պատերազմ, հա, Ադրբեջանի հետ, մենք շատ հնարավոր է որ հաջողություն չունենանք, այլ ունենանք պարտություն։ Ես չգիտեմ ինչ պատկերացումներ կար իշխանությունների մոտ, բայց դիտարկելով այն, որ պաշտպանության նախարարը ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ, թվում էր թե պատկերացումը այնպես է, որ պատերազմի դեպքում մենք միանշանակ հաջողություններ։ Այսինքն կարծում եք, որ 44 օրյա պատերազմը կարող էր չլինել։ Պետք էր ամեն ինչ անել, որպեսզի խուսափենք այդ պատերազմից, որովհետև այս ամենը, ինչ մենք այսօր ունենք, ինչ արդյունքներ ունենք, դա պատերազմի հետևանքն է։ Դա պատերազմի հետևանք։ Եմ ամբողջ բացականը դա պատերազմի հետևանքն է։ Դրա համար ես այն կարծիքին էի, որ ու մնում եմ այդ կարծիքին, որ պետք էր ամեն կերպ խուսափել պատերազմից։ Բայց դուք պատկերացնում եք պատերազմի այլընտրանքը ինչ էր գնալ խաղաղ կարգավորման, իսկ խաղաղ կարգավորումը ենթադրում էր վերադարձնել 7 շրջանները Ադրբեջանին եւ այդ 7 շրջանների թվում են նաեւ Սյունիքին, հարևան տարածքները Ղուբատլուն, Զանգելանը, բերեք սենց դիտարկենք հարցը։ Եվ ըստ Նիկոլ Փաշինյանի ստեղծվելու էր նույն իրավիճակը առանց զոհերի, էլի գալու էին Ղուբատլուն եւ Զանգելանը անցնեին ու կախվեին Ղափանի գլխին։ Հիմա լավ, բերեք մի հատ ծանոթ թեթև անենք։ Հիմա որ իրավիճակն է ավելի դրական։ Միանշանակ առանց զոհերի։ Առանց զոհերի եւ հիմա ինչ ունենք Արցախի հետ կապված, չունենք Արցախ։ Չունենք։ Հիմա որն էր ավելի ճիշտ։ Ինչ տարբերակով կունենայինք Արցախ։ Միգուցե, այո, գոնե Արցախ ունենալու հեռանկար եւ հնարավորություն ունենայինք։ Չունենայինք զոհեր, չունենայինք այսպիսի կորուստներ, չունենայինք sense նվաստացուցիչ իրավիճակ։ Գնալ կարգավորման մեկը կասկածի ворթուց մեզ չէր ուտի ներսից կասել, բա ոնց մեր ուժերը փորձեինք։ Եվ միանշանակ իշխանությանն էլ մեղադրելու ենք դավաճանության մեջ, որ առանց կռվի նվիրեց տարածքները։ Դե գիտեք ոնց, բայց ինչի ես գալիս իշխանության, ինչի ես վերցնում քո վրա պատասխանատվություն։ Իշխանությունը նաև նրա համար է, որ նաև անհրաժեշտության դեպքում կայացնի իր համար ոչ պոպուլյար որոշումներ, բայց տվյալ իրավիճակում անհրաժեշտ։ Դա էլ է պետք, ու դա պետք ով պետք է անի, պետք է տվյալ ժամանակահատվածի իշխանությունը անի։ Հիմա եթե մենք հիմա դիտարկում ենք իրավիճակը, որ իրավիճակն է ավելի գերադասելի։ Գնալ կարգավորման, ոչինչ, թե ունենալ ինչ որ մի հնարավորություն, ինչ որ մի բան, հա։ Եթե խոսքը շրջանների վերաբեր, հիմա այո, կարող ենք միանշանակ ասել, որ ավելի լավ է այդ շրջանները չունենայինք, հա, չունենայինք, քան ունենայինք պատերազմ, որի արդյունքում ունենայինք այս հետևանքները։ Բայց եթե այդ շրջանները տայինք Ադրբեջանին առանց պատերազմի, ըստ խաղաղ կարգավորման գործընթացի, իրավիճակը ավելի ապահով եւ ամենտանք կլիներ։ Մենք այլի գալու ենք Անգլիային այս վերևը։ Գիտեք, մենք իրականում կարելի է շատ տենց ենթադրություններ անել, ինչպես կարելի է լինել, ոնց կարող է լինել, բայց մի բան հստակ է, որ մենք ունեցանք պատերազմ եւ ունեցանք նման բացասական հետևանքներ եւ արդյունքներ։ Լավ, պարոն Փաշինյան, ասեք։ Այսօր Արցախ չունենալն էլ է դրա հետևանքը։ Իսկ մենք ինչի պարտվեցինք։ Ինչի պարտվեցինք, որովհետև այն ուժը, որ մեր դեմ էր, այդ ուժին դիմագրավելը դժվար էր, շատ դժվար էր։ Եղավ դավաճանություն, թե
բանակը թալանված էր, թե ուղղակի մեր դրած խնդիրը Չէ, անիրական էր։ Չէ, իրականում տարիներ ի վեր Ադրբեջանը ուժեղանում էր, հզորանում էր, հա, եւ նաեւ ինքն էլ իհարկե ինքն էլ ես կարծում եմ կգիրադասեր, որ բոլոր կարգավորումները լինեն խաղաղ ճանապարհով, բայց նաեւ մյուս կողմից էլ մտածում էր, որ այդ հնարավորությունը չլինի, նաեւ իր նպատակներին հասնի, նաեւ պատերազմով։ Հայաստանը ինչի՞ չէր հզորանում։ Հայաստանն էլ հզորանում էր իր հնարավորության սահմաններում, միգուցե նաև նախկին ղեկավարությունն էլ մտածում էր նույնքեւ, որ անել այնպես, որ խուսափել պատերազմից։ Ամեն ինչ անել, որպեսզի պատերազմ չլինի պարզապես։ Եվ բոլոր հարցերին հասնել բանակցությունների միջոցով, հարցերի լուծմանը հասնել այդ միջոցով։ Միգուցե այդպես էր քաղաքականությունը, որովհետև գիտեք ոնց նույն 2016 թվականի ապրիլյա քարորիա պատերազմը վերջ մեծ հարց է այդ, բա ինչի տևեց 4 օր այդ պատերազմը, հա։ Շատերը ասում են, որ Ադրբեջանը խնդրեց կանգնեցնել, բայց կարծում եմ իմ կարծիքով այդքան էլ այդպես չի, իմ կարծիքով ավելի շատ մենք ուզեցանք, որ կանգնի, հա, շուտապույտ կանգնի 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները, որովհետև անկախ նրանից նույնիսկ ինչ էին ներկայացնում, բայց մենք 16 թվականի այդ քարորիա պատերազմի մենք կորուստներ ունեցանք, մենք տարածքային կորուստներ ունեցանք, մենք մարդկային կորուստներ ունեցանք եւ եթե դա շարունակվեր, մենք էլի շարունակելու ենք հաղթանակներ ինչպես քարոշիչները ներկայացնում էր։ Իհարկե ոչ։ Ինչն էր դա հաղթանակ։ 800 հեկտար հող կորցնելը, զոհեր ունենալը հակառակորդի առաջխաղացումը կասեցնելը հաղթանակ չի։ Սրընթաց բլիցկրիգը կանգնեցնելը։ Ես կարծում եմ, որ եթե այդ ամենը շարունակվեր, մենք ավելի մեծ կորուստներ ենք ունենալու։ Պարոն Պարսյան, ինձ հետաքրքիր է դուք ինչպիսին է քաղաքը պատկերացնում 10 տարի հետո, ինչ տեսլական ունեք, ինչպիսին եք պատկերացնում, ինչն է պակաս, ինչ պետք է ավելանա, ընդհանրապես ոնց է լինելու քաղաքը 10 տարի հետո։ Ես իրականում ուզում եմ, որ մեր քաղաքը լինի չնաշխարհիկ քաղաք, աննման քաղաք, բոլորի համար զարմանալի, հա, գիտեք ինչ, շատերը չեն պատկերացնում, որ Երևանից 300 կիլոմետր հեռավորության վրա հնարավոր է այսպիսի վայր, այսպիսի զարգացած բնակավայր, քաղաք, եռուն իր կյանքով, սոցիալապես համատաբար ապահովված եւ բնականաբար մենք փորձում ենք այդ ամենը զարգացնել։ Եվ վերջնահարցունքում մենք ուզում ենք ստանանք այնպիսի մի քաղաք, որտեղ որ մեր բնակիչները, քաղաքացիները կապրեն երջանիկ։ Հասկանալի է։ Օրինակ 10 տարի հետո այս սովետական շենքերը նորից պատկերացնում եք, որ պետքա լինեն գիտեք թե նորերը պետքա փոխարինվեն։ Գիտեք ոնց, ամեն մի բնակարանային ֆոնդ ունի իր կյանքի ժամկետը ունի, հա։ Ընդհանուր առմամբ այնց է, որ 50 տարի մեկ պետք է այդ բնակարանային ֆոնդը, հա, թարմացվի, բայց ցավոք սրտի մենք դեռ այդ հնարավորությունները չունենք։ Ոնց որ մի մասն վթարային են, չէ՞։ Ունենք շենքեր, որ վթարային են, ճիշտ է, չունենք շենք, որ 4-րդ կատեգորիայի վթարայնության լինի, բայց ունենք 3-րդ կարգի վթարայնության շենքեր։ Ասեմ, որ մեր պարտադիր խնդիրներից մեկը բազմաբնակարանային շենքերի կառուցմանը խրախուսելն է, եւ մենք այդ առումով աշխատանքներ իրականացնում ենք եւ նաեւ այսօր արդեն նշեցի, որ Կապանում արդեն այդ ուղղությամբ ներդրումներ իրականացվում են եւ նաեւ
մենք տեսնում ենք նաև ապագայում էլ հնարավորություն, նաև կա միտում էլ, ցանկություն էլ այդ ուղղությամբ ներդրումներ անելու։ Պարոն Փարսյան, դուք շեշտեցիք, որ բնակիչները բավականին ապահոված, ընդհանուր առմամբ այդպես է, Սյունիքի մարզը բավականին հարուստ է, այլ մարզերի հետ համեմատած, բայց չէ կարծում, որ այդ ինքնաբավությունը, ապահովվածությունը մի փոքր արհեստական է եւ օրինակ հենց Կապանը քաղաքը կարճած հանքարդյունաբերությունից, չլինի հանքարդյունաբերություն, չլինի Կապանը այս տեսքով առնվազն եւ այս ապահովվածությամբ։ Եվ այս առումով ինչ քայլեր են արվում, որպեսզի դիվերսիֆիկացիա արվի։ Շատ կարևոր թեմա շոշափեցիք, շատ տեղին։ Այո, Կապանը սոցիալապես համատության մեջ ապահովված քաղաք է եւ դրա ուղիղ առնչություն ունի հանքարդյունաբերության հետ։ Մեր տարածաշրջանում երկու խոշոր արդյունաբերող կազմակերպություններ են գործում՝ Կապանի լեռնարստացման կոմբինատը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Դա բնականաբար իր դրական ազդեցությունը թողնում է, որովհետեւ հանքարդյունաբերողները սոցիալական մեծ ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա, բայց նաև իհարկե նաև իր բացասական կողմն էլ ունի, որ իրենց վրա ցանկացած բացասական ազդեցություն, ասենք օրինակ միջազգային շուկաներում մետաղել գների անկումը, շատ լուրջ ազդեցություն է թողում նաև տեղի տնտեսության վրա, եւ սա մեզ մտահոգում է։ Դրա համար մենք նաև քաղաքականություն ենք իրականացնում, նաև տեղի տնտեսության դիվերսիֆիկացիա։ Այլ բաներով ինչով են զբաղվում։ Դրա համար մենք այսօրվա դրությամբ նաև ծրագրեր ենք իրականացնում այլ տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ էլ։ Քիչ առաջ, որ ես նշեցի նաև զբոսաշրջությունից, նույնպես մեր ռազմավարություններից մեկն է, որ զարգացնենք Պարզեցինք, որ հյուրանոցային բիզնեսը օրինակ այդքան էլ զարգացած չի։ Մենք Կապանում, այո, հյուրանոցների քանակի խնդիր ունենք։ Ընդհանուր առմամբ մենք Կապանում ունենք մոտ 550 մահճակալ, հա, մահճակալ, որը չի բավարարում եւ այսօրվա դրությամբ ելնելով այդ խնդրից նաև տեսնում ենք նաև այդ ուղղությամբ այդ ոլորտում ներդրումների նաև իրականացման միտում։ Կան արդեն պրոյեկտներ, որոնք որ ներկայացվել են համայնքապետարանին, տվյալ ոլորտում ներդրումներ իրականացնելու։ Քիչ առաջ խոսեցինք նաև Թումո կենտրոնի վերաբերյալ եւ դա ուղիղ առնչություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված։ Մեր նաև տնտեսության զարգացման ճյուղերից մեկը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է։ Տարբեր ուղղություններով փորձում ենք աշխատանքներ իրականացնել։ Մենք նաև մեր գործընկերների միջոցով նաև համաֆինանսավորմամբ իրականացնում ենք կոնկրետ ծրագրեր մեր տեղի տնտեսվարողների հնարավորությունների զարգացման համար, որպեսզի իրենց տնտեսությունները զարգացնեն եւ այլընտրանքները ստեղծեն։ Մատ այսպեսի միտք կա, որ ինչքան մեծ բյուրոկրատիան, մեծածավալ, այդքան կառավարումը անարդյունավետ։ Երեք հետաքրքիր թիվ ականջիս ասա, որ Կապանի համայնքապետարանը ամենամեծ գործատուներից մեկն է, շուրջ 1200 աշխատակազմ կա։ Ուշացված չի թիվը։ Չէ, ուռճացված չի, որովհետև պետք է ասենք, որ Կապանի համայնքապետարանի ենթակայությամբ քանի կառույց կա։ Կապանի համայնքապետարանի ենթակայությամբ 35 գործող կառույց կա։ Հա, դա նուհերն են, երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, սպորտ դպրոցներ, կոմունալ տնտեսություն եւ այլն։ Եվ ընդհանուր առմամբ, այո, մենք համայնքապետարանը ընդհանուր առմամբ պետքան աշխատակից։ Կապարին միացնել նաև 32 գյուղեր, չէ՞, համայնքներ։ 38։ Օրինակ այդ խոշորացմանը դուք կողմ եք։ Գիտեք, ճիշտ է ապակենտրոնացնելն է։ Չէ, ես ձեզ սենց ասեմ, կարող ենք միանշանակ ասել, որ խոշորացումը իր դրական արդյունքները տալիս է։ Դա հավելյալ բեռ չի հենց քաղաքի վրա։ Կառավարման առումով ինքը ծանր է, բայց արդյունավետության առումով միանշանակ պետք է դրական համարենք, որովհետև հիմա ներկայությամբ, եթե քիչ առաջ խոսեցին քաղաքաշինության ոլորտից, պետք է ասեմ, որ մենք չունենք բնակավայր,
այդ 30 բնակավայրից, որտեղ որ աշխատանքներ իրականացված չլինեն։ Բայց եթե իրանք լինեին նախկին գյուղական բնակավայրերը առանձին համայնքներ, նրանք չգիտեմ տասնամյակներով էլ նույնիսկ չէին կարող այդ ծրագրերը իրականացնել։ Այսօր ունեն գյուղեր, որտեղ որ լուծվել են իրենց տասնամյակների ընթացքում իրենց արժև ծառացած խնդիրներ։ Օրինակ ունեն գյուղեր, որոնք հիմնական լուրջ խնդիրը եղել է խմելու ջրի ապահովումը, հա, որ պրոյեկտը իրենից 100 միլիոնից ավել գումար արժեր։ Այդ բնակավայրը երբեք իր բյուջեի, իր միջոցների հաշվին չէր կարող նման խնդիր լուծել։ Բայց այնպես էլ արդար է կապանցիների հաշվին դա անելը։ Մենք որդեգրել ենք եւ իրականացնում ենք համաչափ զարգացման քաղաքականություն եւ այդ քաղաքականությունը իրականացնում ենք։ Ինձ մի ուրիշ հարց էլ հետաքրքրում է, ֆիքսեցի որ Կապանում տարածքի գները Երևանյան են։ Ու թանկ։ Այո, մեր մոտ անշարժ գույքը բավականին քառակուսի մետրը 1000-1200, հա։ Այո, 1000 եւ ավելի։ Պետք է որ էժան լիներ, ասեմ ինչի։ Քաղաք հասնելը դժվար է։ Կոմունիկացիաները, ավտոտրանսպորտի մասին է խոսքը։ Երկաթուղի չկա, հասկացանք, ինքնաթիռը սկսել է գործել, ինքնաթիռները, բայց ինչու է դա բացատրվում։ Պահանջարկ կա, թե արհեստական են այս գները։ Չէ, արհեստական չեն, մի պարզ պատճառով շուկան այդ է թելադրում։ Շուկան դա է թելադրում։ Շուկան ինքը իրենով այդ գինը ձևավորել է։ Կառավարման մեջ որ մոտեցման կողմնակիցն եք, որ շուկան ինքնակարգավորվի, թե պետքա պետությունը միջամտի։ Միանշանակ շուկան պետք է ինքնակարգավորվող լինի։ Դա նաև տնտեսագիտության պարզ կանոն է, կոնկրետ ազատ շուկայի կողմնակից եք։ Միանշանակ։ Գիշերային պահակ պետք չի պետության տեսքով։ Չէ, շուկան պետք է ինքը իրեն կազմակերպի։ Ես տեղեկություններ ունեմ, որ այդ բնագծերը կառուցելու համար դուք մյուս համայնքապետերը հսկայական միջոցներ եք ծախսել, նաև ձեր գրպանից։ Ճիշտ է։ Պաշտպանության նախարարության ինչին էր պետք, որ նահանջի հրաման տար, ինչը հանգեցրեց, որ դուք բոլորդ ոնց կատաղի դեմ հանդիպան գնաք կենտրոնական իշխանությանը։ Դրանից առաջ այնց հայտարարություններ չէի կարել, ոչինչ չէի կարել, բայց այդ նահանջից հետո կար մի փաստաթուղթ, որ համաձայնեցված էր պաշտպանության նախարարների միջև Ռուսաստանի եւ Հայաստանի, որի վերաբերյալ մենք տեղեկացված չէինք։ Ես չեմ հիշում 7-րդ կողմ ադրբեջանական կողմը կար այդ համաձայնեցման մեջ, թե չէ, որ պետք է նաեւ զիջվեին Զանգիլյանի եւ Կուբատլուի այդ նաեւ շրջանները։ Այսինքն, եթե մեզ ասում են նույն պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, մեզ նոյեմբերի 9-ից հետո ասում են շարունակեք ամրանալ եւ այն դիրքերը, որոնք որ դուք պահել եք, կարան ի սկզբանե ասեն, այդքան չչարչարվեիք, չէ՞։ Այո, շարունակեք ամրանալ, շարունակեք պահպանել, պաշտպանել ու այն դիրքերը, որոնք որ բարձրադիր դիրքեր, որ զբաղեցրել եք, որ ստրատեգիական նշանակություն ունեին, հա, մեր համայնքների եւ բնակավայրի համար, հատկապես Կապան քաղաքի համար, որովհետեւ մինչեւ դեկտեմբերի 18-ը ադրբեջանական զորքը կիլոմետրերով հեռու էր։ Կիլոմետրերով, մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում Կապան քաղաքից, իսկ դեկտեմբերի 18-ից հետո ոնց ասեցի իրավիճակը փոխվեց եւ մեր Կապան քաղաքից արդեն գործարանային հատվածից մի քանի 100 մետր հեռավորության վրա է ներկա դրությամբ։ Ասում են շարունակեք ամրանալ, պահպանել այդ դիրքերը ու դեկտեմբերի 15-ներ, 16-ներ ասում են արդեն զիջեք, նահանջեք, դա լրիվ անսպասելի էր, մինչ այդ լրիվ այլ բանի մասին էինք խոսում, իսկ դեկտեմբերի արդեն կեսին լրիվ այլ իրավիճակ։ Որպես ինչ բացատրեցին։ Այն ժամանակ մենք Գորիսում հանդիպում ունեցանք պաշտպանության նախարարի հետ, Վաղաշակ Ներառությունն։ Այո։ Իր հետ հանդիպում ունեցանք,
ասաց, որ նման պայմանավորվածություն ունենք, նման բան ունենք, պետք է զիջենք։ Ես այո հիշում եմ իր արտահայտությունը, ասաց ես ձեզ չեմ կարող ստիպել, որ դուք նահանջեք, բայց բանակը միանշանակ նահանջելու է։ Բնականաբար ստե արդեն ամեն ինչի մասին արդեն ասվում է։ Եվ մենք որ ասում եմ մնում էր միայն հնարավորություն, ընտրանքը միայն մնում էր այն, որ այո գանք արդեն մեր բնակավայրի մոտիկ եւ այդ այսպես կոչված այդ միանակ պայքարին հակափաշինյանական ու այո այդ իրավիճակը արդեն տվյալ ժամանակում էր թելադրում։ Այդ ժամանակ ձեր ակտիվությունը Երևանում որոշների մոտ ողջավորություն էր առաջացնում։ Իսկ որոշների մոտ էլ մտահոգություն, որտեղ անդադ խոսակցություններ էին գնում Լեռնահայաստանի մասին, Սյունիքի մասին ու տպավորություն կար, որ ոնց որ թե Սյունիքը ուզում են Հայաստանից առանձին դիտարկեն, դա Լեռնահայաստանը առանց մնացյալ Հայաստանի, չէ՞։ Դա Սյունիքում պետականության լուրջ ավանդույթներ կան, չէ՞, պատմականորեն Դավիթ Բեկ, Գարեգին Նիժդել, Լեռնահայաստան, Օրբելյաններ եւ այլն։ Եվ այսպեսի մտավախություններ էին առաջացել։ Չէ, ասեմ, որ երբևիցե նման մտադրություն չի եղել, նման խոսակցություն չի եղել։ Ուղղակի եղավ մի բան, որ Հայաստանի վարչապետն էլ չէր կարողանում մտնել։ Հա, մենք նույնիսկ անթույլատրելի ենք համարում նման մտածելակերպը, ինչ-որ բաժանվել Հայաստանի Հանրապետությունից կամ չգիտեմ ինչ-որ մաս կազմել, ոչ դա անթույլատրելի էր ու անթույլատրելի է ընդհանրապես։ Պարզապես մենք համայնքի ղեկավարներով այնպիսի իրավիճակ էր, որ մենք բացի նաև քաղաքական պայքարում նաև ընկերություն էլ էինք անում եւ բնականաբար այդ ամենը շատ ավելի համակարգված եւ կոորդինացված նաև ստացվում էր միահամուռ նաև գործել եւ այդ ավելի շատ այդ ընկերության շնորհիվ էր, որ տվյալ sense իրավիճակը այդպեսին ստեղծվեց։ Մենք փաստորեն այն համայնքի ղեկավարներն ենք, որ առաջինը պահանջեցինք հրաժարականը եւ մեր մտադրությունը ավելի շատ այն էր, որ պահանջենք հրաժարական, արդեն գիտեք ոնց երկրում այնպեսի մի հատ քաղաքական քաոս էր, թունավոր մտնոլորտ, այնպեսի մտնոլորտ էր, որ իրականում պետք էր փոփոխություն արվեր, պետք է ու ես ինքս մտածում եմ, որ պետք է հրաժարական նոր ընտրություններ լինեն ու Նիկոլ Փաշինյանը դա արեց, հրաժարական տվեց գնաց նոր ճիշտ է, իմ համար անսպասելի էր իր վերընտրվելը, բայց համենայն դեպս քաղաքական առումով այդ ընտրությունից հետո կայունացավ իրավիճակը, այդ քաղաքական քաոսը սկսեցին մեղադրել նահանջի մեջ, Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու մեջ։ Դա ուրեմն ինչ էր, ես հարցը ձևակերպում եմ, պարոն Փաշինյան, դա նահանջեր հանուն պետության շահերի հասկանալի է, չէ՞, համայնքի ղեկավարները չեն կարող խզել կապերի կենտրոնական իշխանության հետ, թե ինչ որ միջոցներով հնազանդեցրեցին։ Չէ, պետք է ամեն ինչ sense փորձել ճիշտ հասկանալ, հա։ Տեղի ունեցան ազգային ժողովի ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում ԿՊ-ն դառավ իշխանություն, հա։ Դառավ իշխանություն։ Հետո նաև հետապնդումներ սկսվեց, դրանից անմիջապես հետո հետապնդումներ սկսեցին համայնքի ղեկավարների նկատմամբ։ Ուրեմն 4 համայնքի ղեկավար ձերբակալվեց, կալանավորվեց։ Բացի ձեզնից։ Բացի ինձնից, ինձ էլ էին փորձում գտնել ինչ որ քրեական գործեր հարուցել, բան չկարողացան, չգտան։
չգտան եւ տարբերակը գտան ինձ մեկուսացնելու համայնքը նոր ընտրությունների տանելու դրա համար 8 ավականներ ստիպեցին որ հրաժարական դրանք կգանք դեռ հա դրանք կգանք դեռ երկրորդ ընտրությանը հա հրաժարական տվեցին ավականներ հրաժարական տվեցին եւ համայնքը գնաց նոր համամասնական արդեն ընտրակարգով ընտրությունների երկրորդ ընտրություններով էլի ստացվեց այնպես որ մենք եւ այդ ժամանակ հայտարարեցիք որ հաղթեց արդարությունը այո հաղթեց որովհետեւ այո արդարությունը հաղթեց կեղծիքին ինչ նկատի ունեք երբ որ ասում եք արդարություն հենց դրա մասին եմ խոսում որ այդ ամենը ինչ տեղի էր ունենում դա անարդար էր անազնիվ էր հա որովհետեւ իրենց խնդիրը Փարսյան Գևորգի մեկուսացնել են ամբողջ խնդիրը այդ էր հա համայնքին տանել նոր չկարողացան թե չուզեցին չէ չկարողացան եթե ասեմ կարողությունների վերաբերյալ իրանք գրեթե բոլոր ռեսուրսները օգտագործեցին հա դրան հասնելու համար ասենք այդ բոլոր ռեսուրսները ասելով կարող ենք ասել են որ այսինքն այն ինչ որ խոսում են Գյումրիի վերաբերյալ այլ ինչ կերպ են ընտրությունները անցկացրել, հա, տարբեր մեթոդներով եւ միջոցներով, այդ ամենի միջով մենք անցել ենք։ Այսինքն այդ ամենի մասով մենք ծանոթ ենք։ Բնականաբար մեր մոտ տեղի ունեցավ ընտրություններ, ձևավորվեց տեղական ինքնակառավարման 3000 ձայն ավել ստացաք, 13000 այս անգամ։ Այո, մենք հավաքեցինք 71% վստահության։ Այսինքն ավելի շատ, քան 2010 թվականին։ Շատ ավելի շատ, քան։ Այդ ինչ տոկոս էր շատացել։ Դե կողմնակիցները ինչի Ես հաշվում են շատացել։ կարծում եմ դա կապված է այդ, որ այդ տարիների ընթացքում, այսինքն 2018 թվականից մինչև 2021 թվականը արդեն մենք գործով ապացուցեցինք մեր խոսքերի առանձնահավատությունը, որ ասում ենք 2018 թվականին։ Երրորդ ժամկետել եք ուզում գնաք, մոտենում է։ Դեռ չի մոտենում, դեռ 1.5 տարի ժամանակ կա, դրա մասին ես այսօր չեմ խոսա, որ մոտենա ժամանակները նոր կասեմ։ Ձեր ընտրությունները միշտ խորհրդանական ընտրությունների հետ են։ Ընտրությունից հետո է։ Ընտրությունից հետո է։ Բայց ես դե ուզում եմ անդառնալ մի հարցի, որ դուք ասեցիք այդ համագործակցության վերաբերյալ։ Համագործակցությունը միշտ եղել է ու կլինի ուրեմն գործնական համագործակցություն, ինչ որ ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ կառավարության միջև ըստ սահմանադրության համագործակցության եւ օրենքներին համապատասխան, հա ու ես ընդունեցի ազգային ժողովի ընտրության արդյունքները, հա Նիկոլ Փաշինյանը, նաև կառավարությունը ընդունեցին Կապանի ընտրության արդյունքները։ Եվ բնականաբար հասկանալի է, որ տեղական ինքնակառավարումը պետք է համագործակցի կառավարության հետ, ինչպես նաև հակառակը։ Եվ այդ բանական համագործակցության շրջանակներում մենք սկսեցինք եւ շարունակեցինք աշխատել։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը եկել էր Սյունիք, Կապան, Երևանյան մամուլը գիտեք ինչի մասին էր գրում, որ դուք Նիկոլ Փաշինյանի կողքին չէիք քայլում։ Կարդացել եք։ Կարդացել եմ։ Ինչի Նիկոլ Փաշինյանի կողքին չէիք, պարոն Փարսյան։ Չէ, գիտեք ինչ, տենց ասել, որ կողքով չէի քայլում, ես երբևիցե չեմ խուսափել, հա, իշխանությունների կամ վարչապետի հետ հանդիպելուց։ Ինչպես երբևիցե չեմ խուսափել ընդդիմության հետ հանդիպելուց եւ քննարկումներ ունենալուց։ Եվ նման հարց չի եղել ու չկա էլ որ կողքով չքայլեմ, եթե այդ այցը պաշտոնական այց է եւ գործնական այց է, այդ համագործակցության շրջանակներում բնականաբար անհրաժեշտության դեպքում այդ հարց ու պատասխանի կամ, չգիտեմ, փոխշփումների տրամաբանության շրջանակներում ուրեմն շփվելու ենք։ Ընդդիմության ներկայացուցիչների հետ հիմա շփվում եք։
Այո, Հայաստան դաշինքի բան։ իհարկե։ Որտեղ ժամանակին մեղադրում էին քոչարանական լինելու մեջ։ Դե կարող շատ բանի մեջ այտենց փորձեն մեղադրել։ Իսկ գաղափարներով ում է ամենաշատը մոտը։ Որ քաղաքական հոսանքին Հայաստանում արկա, որն է ավելի մոտ։ Ես գրեթե բոլորի հետ էլ շփվում եմ։ Անդիմադիր թևի հետ։ Որ գաղափարախոսությունն ավելի հոգեարազատ Հայաստան դաշինքի Սերժ Սարգսյանի պատիվ ունեմի։ Գիտեք, որ ասեմ, շփումներս պայմանավորված է գաղափարախոսության հետ, ավելի շատ մարդկային փոխհարաբերություններ են։ Իսկ շանթ դաշինքի ցեղագրոն կուսակցության այդ գաղափարապես է կապված։ Այո, նաև։ Որտեւ իրանց դաշինքով վերընտրվեցիք։ Այո, առաջադրվեցի, առաջադրվեցի կուսակցությունով, առաջադրվեցի։ Կիսում եք իրանց գաղափարները ցեղագրոն։ Նաև ազգայնական մտածելակերպ, այո, նժդեական, որ բնականաբար մենք ավելի մոտ ենք կապանցիներս նժդեական մտածելակերպին։ Եվ բնականաբար մեկ այլ կերպ ենք վերաբերվում այդ գաղափարախոսությանը։ Պարոն Փարսյան, ասում են, որ Սյունիքում նաև տարիքով մարդիկ կան, որ նժդեին բացասաբար են վերաբերվում։ Ոչ բոլորն են դրական վերաբերվում։ Գիտեք ինչի, որտեղ ասում են, որ իրենց ամուսիններին կամ զորով տարելա կռվելու կամ դասալքության համար պատժելա։ Եվ ոչ բոլորն են ոնց որ, ճիշտ եմ ասում, դուք որպես հին կապանցի կարող դուք էլ լսածում եք։ Դե հա, խոսում են իհարկե, մեծ մարդիկ խոսում են, որովհետև այդ ծանր ժամանակահատվածում նաև այդ պայքարի տրամաբանության մեջ նժդերը նաև խիստ էր, նաև դաժան էր։ Դե առանց դրա չի լինում, հա։ Իհարկե, նաև բնական հասկանալ է, որ նաև ոչ բոլորն էին ուզում կռվել։ Եվ այդ առումով նաև հասկանալի էր, որ նաև հնարավոր է, որ շատերի նեղացրած էլ լինի։ Դա էլ է պատահում։ Այո, կարող է դրանով պայմանավորված լինի, բայց որ նժդեը հերոսության եւ հերոսի մեկ այլ կարգավիճակ ու կերպար ունի մեր տարածաշրջանում, դա էլ անխոս։ Այսինքն հայ ժողովրդի պատմության մեջ նժդեը ձեզ համար առանձնանում է, հա։ Իհարկե, որովհետև նժդեը գիտեք վերջ պայքարով նաև նժդեի առաջնորդությամբ է, որ մեր տարածաշրջանը մնաց հայկական։ Սյունիքը։ Այո։ Լավ, պարոն Փարսյան, հիմա թեման մի փոքր շեղենք։ Մենք փաստորեն հակառակորդի ուղիղ դիտարկման տակ ենք։ Իդեպ հակառակորդ ասեմ, թե թշնամի, որտեղ ես ֆիքսել եմ, դուք թշնամի եք ասում։ Դե գիտեք ինչ, մենք տեսնում ենք դեռ թշնամական մղումներ Ադրբեջանի կողմից եւ վերջի վերջո նաեւ Ադրբեջանը եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանին անընդհատ դժման է անվանում, այսինքն թշնամի է անվանում։ Իրենց մոտ դեռ այդ խոսույթը մնում է եւ բնականաբար ես չեմ կարող այդպես պարզապես ասել, որ գիտեք ինչ այդ թշնամության այդ էջը փակված է։ Լավ, գանք ուղիղ դիտարկման տակ ձևակերպմանը ոնց է կյանքը դասավորվում հակառակորդի կամ թշնամու ուղիղ դիտարկման տակ։ Հիմա ասենք իրանք մեզ կարող են տեսնել։ Իրանք մեզ խրամատները երևում են։ Ոչ թե կարող է, իրանք հստակ մեզ տեսնում են։ Ես գիտեմ դաժե իրենց որտեղ են տեղադրված իրենց տեսախցիկները եւ որտեղից է մեզ հիմա կոնկրետ այնտեղ որտեղ մենք կանգնած ենք, հա, իրենք դիտարկում են այս հատվածը։ Եվ անհանգստություն չկա։ Հիմա իրականությունը այս է, բնականաբար անհանգստություն միշտ էլ կա։ Չեն կարող չանհանգստանալ այդ իրավիճակով, բայց սա է իրականությունը եւ այս իրականությունը ոնց ասեցի ստեղծվեց
20 թվականի, այո, դեկտեմբերի 18-ից հետո։ Ես իհարկե ռազմագիտությունից հեռու եմ, մասնագետ չեմ, բայց հանձնեն աչքով որ նայում ենք, ոնց որ կապանը այս դասավորությամբ ինչ որ հեշտ թիրախ դարձած լինի հակառակորդի կամ թշնամու համար։ Մի քանի կողմից դիտարկման տակ է, քաղաքը ներքևում է եւ վերևից գրոհի դեպքում քաղաքը կդիմանա։ Արդյոք այս ուղղությամբ պլաններ, մտքեր կան քաղաքը ինքնապաշտպանության պլաններ անում է թե չէ։ Ձեր մտահոգությունները տեղին են, բայց այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կատարվում են, իրականացվում են եւ նաեւ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ այդ բոլոր ռիսկերը նաեւ հաշվի են առնվում եւ համապատասխան նաեւ ուղղություններով աշխատանքներ իրականացվում են, թե ամրաշինական, թե այլ հարցերով։ Պետք է նաև ասեմ, որ նաև կապանը այս տարիներին նաև կարողացել է կազմակերպել նաև քաղաքապաշտպանության Հենց այդ է ուզում արժանի, կապանցին գիտի տագնապի դեպքում ինչ պետք է անի։ Կապանցին համատաբար մեծամասամբ գիտի ինչ պետք է անի եւ կապանում ստեղծված են համապատասխան քաղաքապաշտպանության օբյեկտներ ու պետք է ասեմ, որ կապանը երևի թե միակն է առաջիներից է եւ ներկայությամբ ինչքան գիտեմ նաեւ միակն է, որ այս պատերազմից հետո քաղաքապաշտպանության օբյեկտներ է կազմակերպել հենց մեր նախաձեռնությամբ համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Թաքստոսներ կան։ Քաղաքապաշտպանության պլան ընդհանուր առմամբ ունեն բոլոր համայնքները եւ դա պարտադիր է, որպեսզի քաղաքապաշտպանության պլան։ Թաքստոսներ ամեն ինչ էլ կա։ Ամեն ինչ կա, ամեն ինչ տեղատեղի։ Ուրեմն փոքր դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսել։ Դուք այն քիչ մարկանցից եք, որ ձերքի տակ ունեք առաջարկներ եւ առաջարկում եք այստեղի հատվածը դեմարկացիա անել մինչեւ 1929 թվականի քարտեզներով։ Քանի որ 29 գյուղ, չէ՞, եթե չեմ սխալվում, 29 գյուղ օտարվել, հայկական գյուղեր օտարվել են եւ ձեր ձևակերպմամբ նվիրաբերվել են բարեկամական Ադրբեջանին մինչև 1929 թվականը։ Մի փոքր մանրամասնենք էլի ոնց է պատկերացնում, ոնց պետք է վերադարձվի, ոնց պետք է գծվի։ Դա որտեղ ուրիշ տեղերով ոնց որ ուրիշ փիլիսոփայությամբ է իրականացվում։ Այդ քննարկումը իհարկե ակտուալ էր մինչև սահմանազատման այդ հանձնաժողովների համապատասխան որոշումների կայացումը։ Հենց 2021 թվականին թիմ ընտրություններից հետո, երբ նաև հանդիպում եղավ համայնքի ղեկավարների Սյունիքի համայնքի ղեկավարների Նիկոլ Փաշինյանի հետ, այնտեղ ես դա առաջարկեցի, որ բերեք նաև այդ դելիմիտացիա, դեմարկացիա արեք մինչև 1929 թվականի քարտեզներով, եթե իհարկե դա հնարավոր է, որովհետև դա լրիվ այլ կարգավիճակ է մեր համար, որտեղ այն խնդրահարույց հատվածը եւ մեր համար լուրջ խնդիր ստեղծող հատվածը Կապան քաղաքի համար մինչև 29 թվականի քարտեզներով պարզապես չկա, հա, ինչպես ասեցիք, այո, տասնյակ գյուղեր 1932 թվական, եթե չեմ սխալվում, այո, նվիրաբերվեցին բարեկամական Ադրբեջանին։ Արոտավայրերի համար, երևի։ Եթե չեմ սխալվում, երկաթգծի կառուցման համար, հա։ Եվ այն sense քարտեզի վրա այն լեզվակը, հա, որ գալիս մոտենում է մեր, ոնց ասում են, մեր գործարանային թաղամասին sense 100 մետրներով, այդ ստեղծվել է այդ նվիրաբերելուց հետո այդ տարածքները, որ օդանավակայանից հիմա մենք տեսնում ենք գետի անմիջապես հարևանությամբ ադրբեջանական դրոշները մինչև 29 թվականը այդ իրավիճակը չէր։
Եվ ես այո, նաև ներկայացրեցի քարտեզներ, ներկայացրեցի փաստաթղթեր։ Ինչ ասացին։ Նիկոլ Փաշինյանը վարչապետը ասաց, որ մենք անպայման կուսումնասիրենք, վեր կանենք, եթե լինեն արխիվային փաստաթղթեր, մի հատ վեր կանենք, փորձենք այդ ուսումնասիրությունների հիման վրա ինչ որ գործընթացներ կազմակերպել, բայց դա ակտուալ էր ոնց ասեցի այն ժամանակ, որովհետև դեռ չկար սահմանազատման Բայց հիմա ոնց պետք է այդ որոշումները։ Դե մեր իմանալով այդ նույն ԽՍՀՄ-ի քարտեզներով է իրականացվելու 70-ական թե 80-ական թվականներ։ Պարշին է այս հատվածում, տարբեր հատվածներ, տարբեր թվականները վայելում։ Դուք այս գործընթացը, խաղաղության գործընթացը ինչպես եք ընկալում, որտեղ էլի մոտեցումները տարբեր են։ Մի կողմից ասում են դուք գնում ենք խաղաղության, ոչինչ, մի քիչ զիջումներ ապետված գոնե պատմական խաղաղությունը կկերտենք, մյուս կողմից էլ դատապարտում են, ասում են անթույլատրելի զիջումներ են արվում, կարմիր գծեր են հատվում։ Դուք ո՞նց եք վերաբերվում, ո՞նց եք նայում այս ամեն ինչին, հատկապես լինելով մի քաղաքի մի համայնքի ղեկավար, որը նորից կրկնեմ մի քանի կողմերի շրջափակված է Ադրբեջանով, Գորիս Կապան ճանապարհը չկա եւ այլն։ Գիտեք, ձեր հարցերի մեծ մասը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, իսկ արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը եւ պատասխանատվություն կառավարության ղեկավարն է։ Դրա հետ կապված շատ բան չեմ կարող ասել, բայց պետք է ասեմ, որ խաղաղությունը անհրաժեշտ է։ Իրականում խաղաղություն պետք է։ Ամեն գնով։ Իհարկե ոչ, ամեն գնով, բայց ինչ-որ գին պետք է չվճարենք։ Բայց սենց ասեմ, էլի, հիմա մենք փաստորեն արդեն իսկ այդ խաղաղության համար զիջումներ արել ենք, անում ենք, բայց մենք դեռ չենք տեսնում այդ խաղաղությունը։ Ադրբեջանը փաստորեն իր կողմից ասում է, որ ես եմ նախաձեռնել այդ խաղաղության գործընթացը, բայց նաև մյուս կողմից տեսնում ենք, որ այդ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցնելուց հետո էլ ինչ-որ նոր պահանջների մասին է խոսվում սահմանադրական սահմանության մեջ փոփոխություններ անելու վրա հետ կապված, չգիտեմ, սկսել են նաև մամուլում շրջանառվել նաև այլ դրույթներ, պահանջների հետ կապված, ասենք դες տեղահանվածների վերաբերյալ, բայց Միջանցքի մասին ամենաշատը խոսում։ Ադրբեջանը Միջանցքի մասին։ Դե դա իրենց վաղեմի, ասենց ասած, երազանքն է։ Իրենց մեծ ցանկությունն է միշտ եղել։ Պարոն Փաշինյան, կարող է մենք այդ թեման մի քիչ ուռճացնում ենք։ Դա ինչ որ հրեշ ենք սարքում, արհեստական, թղթե հրեշ, որ դրա դեմ պայքարում ենք, իրականում այդքան էլ այդպես բացասական բան չի, ու այդքան էլ վատ չէր լինի, օրինակ, եթե նոյեմբերի 9-րդ կետը կյանքի կոչվեր եւ ռուս սահմանապահների հսկողությամբ ադրբեջանցիները գնային գային, ինչ կլիներ, աշխարհային փոչր փուլ գալու մեր գլխներին, թե Իրանի հետ սահմանը կարող է կորցնենք։ Դե կարծում եմ, որ ստե ամբողջ հարցը հենց դա է, էլի, որ որովհետեւ կերպ չխաթարվի Հայաստանի ինքնիշխանությունը, հա, նաև այդ սահմանը Իրանի հետ։ Մենք հասկանում ենք, չէ, որ Ադրբեջանը ճանապարհները կամ այսպես կոչված իրանց միջանցքը ուզում է այդ ամենակարճ հատվածով այդ 46-7 կիլոմետրի վրա, բայց ինչ ռեժիմով է ինքը դա պատկերացնում։ 9-րդ կետը ռեժիմը սահմանում էր։ Հա, ազատ մուտք ու ելք, հա, բայց դա էլի իրենց ռեժիմը, առանց մաքսատուրքերի, առանց հսկողության, առանց ինչ ռեժիմ է ինքը դա պատկերացնում, ասենք ոնց ուզեմ մտնեմ, ոնց ուզեմ դուրս գամ, այտենց չի կարա լինի, այտենց։ Գանք փախստականներին։ Խոսակցություն են գնում, որ Ադրբեջանը փորձում է ադրբեջանցիներին վերադարձնել նախկինում իրենց ապրած բնակավայրերը կամ իրենց նախկինների ապրած բնակավայրերը։ Եվ գաղտնիք չի, որ Սյունիքում այսպիսի բնակավայրերը բազմաթիվ են, եւ դրանց մի մասը, ինչքան գիտեմ, լքված են։ Մեր մոտ լքված բնակավայրեր չկան։ Չկան։
Չէ, մեր մոտ բոլոր բնակավայրերը բնակեցված են։ Իսկ դատարկված գյուղեր չկան ադրբեջանցիներից հետո, թե բնակեցվել են։ Բոլորն էլ բնակեցված են եւ մենք տենց լքված բնակավայրեր որպես այդպեսին չունենք էլ։ Հետո ես ճիշտ ասած դա չեմ պատկերացնում։ Լինող բան չի։ Չեմ պատկերացնում այսքանից հետո այդ համակեցությունը իրար հետ պետք է այդ խաղաղությունը լինի, պետք է ժամանակներ անցնեն, պետք է իրականում են բովանդակային առումով խաղաղ իրավիճակ ստեղծվի, որ նոր արդեն այդ ազատ տեղաշարժի հնարավորություն գալու են հանգիստ ապրեն, թե գալու են այնպես ինչ-որ կոմպակտ համայնքներ դառնան ու ինչ-որ մի օր ինքնավարություն ուզեն։ Ես դա իհարկե չեմ կարող ասել, թե ոնց են իրենք պատկերացնում, բայց բնականաբար sense մի բան ասեմ, որ ԽՍՀՄ-ի տարիներին, ինչքան ես եմ տեղեկացված, իրանց թիվը այնքան էր արդեն աճել, Մոտ 300, հա։ Չէ, ես չգիտեմ իհարկե այդ թիվը որտեղից են ասում, ես ավելի շատ մեր կապանի մասին կասեմ, հա, որ իրենք արդեն իրենց առանձին տենց արդեն մի դպրոց ունեին, հա, արդեն հաջորդ դպրոցներին ուզում բացեին, չգիտեմ, իրենց արդեն կառավարման մեջ նաև իրենց մասնակցությունն էին ուզում ունենալ։ Նորմալ չի դա, պարոն Փարսյան։ Չէ, դե գիտեք, օրինակ լիքը մենք էլ այսինքն սա ես ինչի եմ ասում, էլի, որ այդ խաղաղ ճանապարհով արդեն ոնց որ նաև զավթողական քաղաքականություն էին։ Օրինակ մենք էլ ենք աշխարհի տարբեր երկրներում ապրում, ունենք հայկական դպրոցներ, ի՞նչ է դրանից փոխվում։ Հա, բայց մենք որևէ մի երկրում չենք ասում, գանք ձեր կառավարմանը մասնակցենք։ Պետական կառավարմանը մասնակցենք։ Կապանում շատ են եղել ադրբեջանցիներ։ Եղել են։ Խաղաղ են հեռացել թե բռնությամբ։ Երբ սկսեցին Արցախյան հայտնի դեպքերը, բոլորը հեռացան։ Խաղաղությամբ։ Այո, առանց տները ծախել են։ Որոշները ծախել են, որոշները փոխանակել են։ Իդեպ դուք հիշում եք առաջին պատերազմը։ Այո, իհարկե, ես Կապանում էի այն ժամանակ, իհարկե։ Այսինքն վերջին անգամ ադրբեջանցիներ Կապանի վրա երևացել էին հեռավոր 90-ականներին։ 90-ականների սկզբին Կապանը ռմբակոծվում էր ժամանակ, այո, ես հիշում եմ շատ լավ տպավորված է։ Դուք 85 թիվ եք պատերազմի ժամանակ արդեն 10 տարեկան եք, հա, երևի 10։ Չէ, ես 6 տարեկան եմ, որ սկսվեց 6 տարեկան։ Ինչ հիշողություններ կան։ Այ դրա մասին եմ ասում, հիշում եմ, թե մենք ոնց ենք բացպարվում ապաստարաներում, այդ ռմբակոծությունը, օդային տագնապը ոնց էր միանում, այ որովհետև ավիացիա ուներ Ադրբեջանը եւ Su-25-եր, հա։ Այո, լուրջ ավիացիա ուներ եւ ռմբակոծում էր Կապանը հենց ավիացիայի միջոցով, այդ ավիահարվածներն եմ հիշում Կապանի ուրեմն հարևանությամբ նաև մարտական գործողությունները, բայց 92 թվականից հետո մեղմացավ այդ ամենը, բայց մինչ այդ Կապանը լուրջ ռմբակոծվում էր։ Եվի այդ խնդրը չեզոքացվեց Ղուբասլոյի ազատագրումից կամ զբաղեցումից հետո։ Այո, 92 թվականին ուրեմն Խաչատուրովի գլխավորությամբ օպերացիա կազմակերպվեց, որ հաջող իրականացվեց այդ օպերացիան եւ ադրբեջանական զորքը կիլոմետրերով սենց քշվեց։ Սյունեցիները հիշում են Խաչատուրովին։ Կապանցիները։ Այո։ Այսինքն գիտեն ինչ ա եղել։ Այո, գիտեն, կապանցիները շատերին են հիշում։ Օրինակում են հիշում, հա։ Օրինակ Խաչատուրն է, Միշա Գրիգորյաններ, Սարգսյաններ, Մուրազ, մեր նաև ովքեր որ պատվավոր քաղաքացիներ են Կապանի։ Ինչու՞ չէ նաև Գրիգորյան Մանվելին հիշում են։ Շատերին են հիշում։
Արտային են հիշում։ Սուրիկ Խաչատրյանին հիշում են։ Սուրիկ Խաչատրյանն էլ են հիշում։ Հա, բայց որպես մարզպետ։ Որպես մարզպետ։ Լավով են հիշում։ Դե մարդիկ կան լավով են հիշում, մարդիկ կան որ այլ կերպ են հիշում։ Տարբեր են։ Կարծում Գյումրու ընտրություններին այդ ընտրական կամպանիային նախընտրական հետևել եք Գյումրու։ Տեխնատուներից մեկը մի այսպիսի միտք հայտնեց, որ Ղարաբաղը այնքան վատ տեղ էր բանավեճի ժամանակ, որ գյումրեցիները փող էին տալիս, որ չգնային այնտեղ ծառայելու։ Շունիկում դաս կապանում լավ, ասենց ասեմ, մարդիկ փող տալիս են, որ չգնային Ղարաբաղ, տենց բաներ կար։ Ես տենց դեպք չգիտեմ։ Դուք գիտեմ, որ ծառայել եք։ Այո, ես ծառայել եմ ու ձեզ ասեմ, մեր համար Արցախը մեր համար յուրատուկ տարածաշրջան է եղել, որովհետև հատկապես կապանցիներիս համար մենք շատ նմանություններ։ Պատմականորեն կապված։ Այո, իհարկե, բացի այդ, մենք նաև շատ նման ենք մշակութային առումով, սովորույթներով, ավանդույթներով, այո, լեզվամշակութային լուրջ նմանություն։ Թթի արաղով։ Այո, ոնց ասեցի, եւ մենք շատ կապված ենք եղել, այո, արցախցիները, ինչպես նաև հակառակը, Այսինքն վատ տեղ չէր։ Ոչ, կոնֆլիկտային տարածաշրջան էր, բայց որ խուսափենք այնտեղ ծառայենք, չէ, ես տենց բան չեմ լսել երբևիցե։ Պարոն Փարսյան, դուք որպես քաղաքապետ քաղաքի, որ Սյունիքի մարզկենտրոնն ազգում եք, որ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում եք։ Մարզը, ինչու՞ չէ նաև քաղաքը, այստեղ կա Իրանի հիպատոսարան, ռուսները ուզում են բացեն, զգացվում է ֆրանսիական ուշադրությունը, Միացյալ Նահանգների դեսպանները գնում գալիս են ընդհանուր։ Ձեր մասին Թուրքիան է խոսում, Ադրբեջանը, այսինքն ձեր նկատի ունեմ մեր Սյունիքը նկատի ունեմ։ Այդ ուշադրությունը գիտակցվում է այստեղ։ Դե որ ուշադրություն կա, դա նկատելի է, բայց որ աշխարհի ուշադրության կենտրոնում դե այդքան թվարկեցի բոլորի այտենց մի քիչ շապազենցված է, բայց ուշադրություն կա, այո, կապանի վրա, Սյունիքի մարզի վրա, այստեղ։ Այդ բոլորը հիպատոսաններ բացում են։ Իրանի Իսլամական Հանրապետության ուրեմն հիպատոսանի բացումը նախապատմություն է եղել այնպես, որ մենք ենք 2007 թվականին դիմել Իրանին, որ Կապանում հիպատոսարան բացի, այսինքն նախաձեռնությունը մերն է եղել։ Անվտանգային նկատառումներով թե տարբեր հարցերից ելնելով։ Կենցաղից մինչև առողջարարության հետ կապված, տնտեսական հարցերի հետ կապված, միջպետական հարաբերություններից ելնելով եւ այլ տարբեր հարցերից ելնելով մենք դիմել ենք Իրանը պարզապես երբ բացեց 2022 թվականին, պատերազմից հետո այդ ամենից հետո ուրեմն արդեն նախաձեռնեց հիպատոսանի բացումը։ Ռուսները գիտենք, որ Ռուսաստանը ձեր առաջարկով է թե իրենց։ Ինչը։ Ռուսների հիպատոսարան բացելը։ Դա չեմ կարող ասել։ Ոնց որ թե իրենց։ Այո, ինչ ոնց որ թե այո, ավելի շատ Ռուսաստանի առաջարկություն։ Ոնց որ թե Հայաստանի իշխանությունը համաձայնվել է, բայց անդադ ձգձգում է, ու դա խնդրեմ առաջացնում։ Մենք տեսնում ենք, որ արդեն երկրորդ տարին է այդ դա չի իրականացվում։ Բայց համաձայնությունը կա։ Դե ինչքան գիտեմ, այո, ոնց որ թե այդ նախնական համաձայնություն եղել է։ Ուզում եմ նաև Ֆրանսիան։ Ֆրանսիան չէ, երբևիցե Ֆրանսիան չի ասել, որ Կապանում հիպատոսարան կբացի, ես գիտեմ, որ Ֆրանսիան պատվո հիպատոսության sense գրասենյակ է ուզում ունենալ Գորիսում։ Գորիսում հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ Բայց Կապանում չէ, հիպատոսություն բացելու մասին խոսք չի եղել։ Թեկուզ մենք Ֆրանսիայի հետ նաև շատ մոտ ենք մենք վերջերս նաև բարեկամական հարաբերություններ հաստատեցինք Լուար դեպարտամենտի կենտրոնի Սենտեցին քաղաքի հետ եւ նաև ջերմ ու սերտ հարաբերություններ ունենք
թե քաղաքի հետ, թե դեպարտամենտի Օվեն Ռոնալպի շրջանի հետ, թե նաև Ֆրանսիայի դեսպանատան հետ։ Բուրոն համագործակցում եք։ Այո, հարաբերությունները կան։ Նաև մենք Դուք գնահատում ենք նախաձեռնողը ով է, իրենք են թե դուք։ Սենտ Էտիենի հետ հարաբերություններում ավելի մենք ենք նախաձեռնողը, նաև մենք նկատում ենք, որ այդ adekvat պատասխանն էլ ֆրանսիական կողմից կա, որ իրանք էլ են շահագրգռված այդ հարաբերություններում, իրանք էլ են ուզում այդ ջերմ հարաբերությունները ունենան, եւ նաև դա գաղտնիք էլ չի, որ դա պետական մակարդակի իրականացվող քաղաքականություն է։ Այդ մոտեցումը կիսում եք պետական այդ քաղաքականության դեպի արևմուտք գնալու, ԵՄ անդամ դառնալու, Ռուսաստանից փոխվելու։ Դա չէ, դա մի ծավալուն բարդ հարց է, ես դենց միանշանակ դա չեմ կարող ասել, ես կիսում եմ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները, բայց այդ տենց լուրջ կտրուկ ռևերանսները տենց չեք ողջունում։ Պարոն Փարսյան, եւ վերջին հարցը։ Ի վերջո մեզ հաջողվելու է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, համակեցության, կարգավորման, թե գնում ենք նոր պատերազմի եւս մեկ քայլով հեռանալով խաղաղությունից։ Այլևս պատերազմ պետք է չլինի։ Մեր ձեռքերում է դա։ Այո, նաև մեր ձեռքերում է։ Ինչու՞ չէ, նաև մեր ձեռքերում է։ Միանշանակ չէ, որ ամբողջովին մեր։ Ռևանշ մեզ պետք չի մատ Ադրբեջանին։ Մեր ձեռքերում։ Ես չեմ ուզում հիմա կիսել sense Ադրբեջանի ռևանշիստական sense խոսույթները։ Ես ասում եմ, մեզ պատերազմ պետք չի, մեզ խաղաղություն է պետք, ու այդ խաղաղությունը պետք է ամբողջ հայ ազգին ու հայ ժողովրդին։ Գոնե ես դա կարող եմ դիտարկել մեր կապանցիների ցանկություններից եւ խոսույթներից։ Տարբեր տեղեր որ շփվում եմ, զգում եմ, որ մարդիկ իրականում դա են ուզում, խաղաղություն են ուզում։ Կստացվի թե չի ստացվի, ես կարծում եմ կստացվի, բայց դա ոնց որ թե երկարատև process է լինելու։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ, պարոն Փարսյան։ Շնորհակալություն։